եղբայր արդեն գնում ենք մի հատ էլի գոնե խնդրում եմ։ Մի հատ եմ ուզում ձեզ տալ, պարոն վարչապետ։ Դուք այսօրվա խաղաղության օրակարգը բերում եք այնպիսի հարտակում, որ այսօր ձեր թեզերից մեկը նախատեսում է ժողովրդին ներկայացնեք, որ Հայաստանը այլևս անկախ պետություն է եւ հագամարտության գոտու չի գտնվում եւ որևիցե խնդիր չի առաջանում մեր սահմանագծում։ Մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության, այդպես է։ Չէ, մենք պայմանագիրը նախաստորագրել ենք, խաղաղության հռչակագիր ենք կնքում, որ այո։ Իսկ դուք որպես վարչապետ լինելով ու պաշտոն եք, դուք երաշխավոր կարող եք կանգնել մեր երկրում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան չի փորձում հակամարտություն ստեղծել։ Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք։ Հակամարտության համար պետք է լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք ինչ ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ մեր իրավունքները պաշտպանելը դա մեր պետական իրավունքն է եւ մեր տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը, բայց մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկանում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները։ Եվ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված է լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության եւ իհարկե զինված ուժներն ենք մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսում։ Հարգելի պարոն վարչապետ, եւս այսպեսի մի հարց։ Ի պաշտպան եք, դուք ասում եք պետք է ունենանք լեգիտիմ հիմքեր։ Մենք ունենք, ես չեմ ասում։ Ովքեր մեր լեգիտիմ հիմք է, սովա մեր անվտանգությունը, ճիշտ է, Ոչ, մեր դիվանագիտությունը, խողովակներով աշխատանքներ տալը։ Մեր անվտանգային համակարգով է երաշխավորում։ Մենք ոչ թե պետք է ունենանք, այլ ունենք միջազգայինորեն ճանաչված տարածք, մենք մեր բոլոր բավականին։ Սկսած մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սարգսյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Հարց եք տալիս, ի պաշտոն եմ հարց տալիս, ձեր փոխարենով է լինել, կարող ենք նմանատիպ հարցեր տալ։ մի րոպե սպասեք, ուրեմն, այո, լսում եմ ձեզ։ Ես ասել եմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ես Սահակյան, մի րոպե հարց եմ տալիս, ընկեր Սահակյան, մի հատ ենք կոմկն։ Բարով ես եկել 1000 Այնքան հանրությանը պետք է հստակեցնել, որ ժողովուրդը մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է։ Եվ հետևաբար, քանի որ խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ չի կարող լինել։ Չէ՞ որ մենք ձեր հարցին պատասխանեցինք։ Մենք ունեցել ենք 94 թվականին հստակ միակ քարտեզ։ Արցախը նույնպես ներգրաված է Հայաստանի Հանրապետության որպես տարածք։ Քարտեզներից հիմա չեն կարող։ Սա ես չեմ համարում հիմնական քարտեզ։ Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է, մենք համարում։ Մի հարց եւս մեկամ եւ կարողանեք եւ գնացեք։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի նախագահ եւ վարչապետ, ճիշտ է։ Եվ նաեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության ամենայն հայոց կաթողիկոս։ Դուք գերագնահատում եք կամ գերադասում եք ամենաբարձրը գերագնահատում է կաթողիկոս անունը վարչապետ կամ չի կարա տես բանալնի Հայաստանի մի րոպե սպասեք մենք ղեկավարում ենք 3 միլիոնի այդ ամենայն հայոց կաթողիկոսը արի մի հատ անցեսկում հայոց կաթողիկոսը լսեք Հայաստանի Հանրապետությունում համադրություն կա այդպիսի օրենք լսեք որ կարող ենք կարգել չէ որ նա նախարար չի որ կարողանա
Հանեք եւ տնեք։ Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կնիով կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող դեմ գործել, այո, չի կարող Ուրեմն գործել։ Հայաստանի Եվ նա չի լսի գործել։ մի րոպե, լսի ինչ եմ Ասում ասում։ եմ մատնել, դեր Լսի մի, Հարգանք։ ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող արել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն։ Որպես պետություն մեկ գոյություն չեք ունեցել։ Ուրեմն Եկեղեցի։ մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա, Հայ ազգի կարող է ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք, ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Ես Հանրապետությունը։ հարգում եմ որպես վարչապետ։ Տեսեք, ասում եմ, դուք բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին։ լսեք, վերջին բառը։ Դուք եմ մի րոպե, որպես վարչապետ եղեք հայկան լեգիտիմ, որ կարողանանք հարգել մեր կաթողիկոսին։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովուրդ ներկայացնում է կաթողիկոսին որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որտեղ իրանք քվեարկել են իմ Միրզոյան Զայիրը Երվանդովնա, Աշոտը կարող է ներկայացրել 18 թվի։ Աշոտը։ Ինչը՞։ Աշոտը, ես 18 Աշոտը։ Աշոտնովա։ 18 ես հոսպիտալում եմ աշխատել։ Շատ լավ։ Ինչ խնդիր կա։ Մի խնդրանք ունեմ։ Թող խոսանք լավ։ Ես ոչ հների կողմն եմ։ Ես անկեղծ ասում եմ, ոչ հիների կողմն եմ, ոչ ներկաների կողմն եմ։ Մի հատ հարց ունի, մի հատ խնդրանք ունի։ Համեցեք։ Ընտրության ժամանակ, այս սաղի մեջը խոսք տվեք, ընտրության ժամանակ, որ լույսի չեք մարրել։ Ինչ։ Լույսի չի մարրել։ Լույսը չի մարի։ Լույսի չի Դրատեղամ մարրել։ ասում, լույսը չի մարի։ Ես լուրջ եք ասում։ Լուրջ եք ասում։ Աշոտից բարև կտանեք։ Խոստանում եմ, որ լույսը չի մարրել։ Դավիթ Տոնոյանի տղեն որտեղ Սարայում է, ես այդ տղու չէի տեսել։ Բայց Աշոտը մեկավ ընկերից։ Այ Սարյան։ Ինչա ձեր անունը ասել։ Զայրա Մորքուրեն ասել։ Հա։ Իսկ տպագրվածներն են, ես իրար։ Լավ, դե խոսացի։ Եվրա ջան, Թուրքու Սահակյանին տպագրվածները տվի իրան, որ բերի դու կարդայիք։ Եթե չի բերեք։ Բերելա, բայց երևի չեմ կարդացել կներեք, հա։ Ուրիշ առիթ։ Հանով ես եկև, հարչապետ։ Մի նեղվեք, պետք է մարդկանց հաստան, Կյանքիդ մերնիկ։ չէ, պետք է Հանով է։ շնորհակալ եմ։ Տենտակտեր մի նեղվեք։ Չենք ներվում էլի, դու բարով ես եկել։ Մարդկանց Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։